Բարևներ ձեզ, այսօր քանի որ շատ մեծ արձագանք ունեցավ այսօրվա հրապարակումը, որը իմ տելեգրամյան չաթի անդամներից մեկն էր ուղարկել, ինչի համար շնորհակալ եմ, առաջին հողումը ես այնտեղ տեսա։ Էթան Լևինսի գրառումն է եղել Twitter-ում, Էթան Լևինսը ամերիկացի լրագրող է, Մերձավոր Արևելքով է զբաղվում, բավականին հանգամանալի կերպով, նա ունի շատ մեծ փորձ հենց տարածաշրջանում Մերձավոր Արևելքի, շատ հետաքրքիր ձևով լուսաբանում էր Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից մղվող պատերազմը եւ բավականին ակտիվ է եւ Telegram-յան ալիք էլ ունի եւ Twitter-էլ ունի, որին խորհուրդ եմ տալիս հետեւել Եվ մի տեսակ ինձ դուր եկա, որ ինքը անդրադարձել է այս խնդրին, ուրեմն ես կարդամ այդ նյութը, որը ուղեկցում է տեսանյութին, որը հրապարակել է Էթան Լևինսը։ Ես հղումը կրկին կդնեմ մեկնաբանություններում այս տեսանյութի տակ, այն առանձին նաև կա իմ բոլոր էջերում, թե Telegram-ում, թե Facebook-ում, եւ փոքրիկ անդրադարձ կատարեմ, որպեսզի այսպես զարմանքներ եւ այլն չլինեն առայն թե ինչ է կատարվում։ Ուրեմն նա գրել է հետևյալը. Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային ծրագիր է իրականացնում Ադրբեջանի սահմանի երկայնքով, ծախսելով ավելի քան 94 միլիոն դոլար վարկեր եւ մոտ 18.9 միլիոն դոլար պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության։ Կարելի է մտածել, որ հիանալի գաղափար է նոր տներ կառուցել հայկական գյուղական համայնքների համար, որոնք երկար ժամանակ պայքարում են վատ բնակարանային պայմանների, էլեկտրաէներգիայի եւ հոսող ջրի բացակայության դեմ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը այս տները չի կառուցում հայերի համար։ Այս նոր շքեղ տնական համայնքները նախատեսվում է դառնալ 600,000 ադրբեջանցիների ապագա տները, որոնք կտեղափոխվեն այնտեղ առաջիկա տարիներին։ Հսկայական շինարարական ծրագիրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կնքված համաձայնագրի մի մասն է։ Համաձայնագիրը ոչ միայն ներառում է Հայաստանի սահմանային բավականին մեծ տարածքները Ադրբեջանին փոխանցելու, այլև այդ հողերը ապագա վերաբնակեցման համար պատրաստելու ծրագրեր։ Մինչդեռ տեղական համայնքների հայ բնակիչները կարող են այդ տները դիտել միայն ցանկապարտներից անդին, մտածելով, թե երբ կստանան այն աջակցությունը, որը իրենց շատ այսպես հուսահատորեն ավելի անհրաժեշտ է։ Հղումը ես տեղադրելու եմ, ինչպես ասեցի, այս նյութը Էթան Լևինսի պես լրագրողների տեսանկյունից կամ հետազոտողների Մերձավոր Արևելքի ամենևին նորություն չի։ Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են։ Նույն կերպ ես երբ որ հրապարակեցի, որ Զանգեզուրի միջանցքը Տրամպը ցանկանում է սարքել Տրամպի միջանցք եւ որ ամեն կերպ Իսրայելը սատարում է Ադրբեջանին այս քայլերը իրականացնելու համար, ինչու եմ շեշտում, որ Էթան Լևինսը Իրանը լուսաբանող լրագրող է, ոչ պրոիսրայելյան տեսանկյունից եւ շատ մեծ կոնֆլիկտ կա, ինչպես գիտեք, ԱՄՆ-ում ներկայումս քաղաքական դաշտը փորձում են ազատել սիոնիստական լոբինգի ներազդեցությունից։ Այս բնակարաններ կառուցել հայերի հաշվին, որպեսի հետո այնտեղ գան ապրեն ադրբեջանցիներ, մոդելը նույն մոդելն է, որը Իսրայելը բանեցրել է պաղեստինցիների տարածքները գրավելու եւ այնտեղ դրսից բերված սիոնիստներին վերաբնակեցնելու համար։ Տարիներով է դա արել, այսինքն սա ցեղասպանության մի ավելի դանդաղ գնացող տարբերակ է, որտեղ ինքը անընդհատ ձեզ ներկայացնում է եւ իր քարոզարշավների ընթացքում ներկայացնում է, իբր դրանք զարգացման ծրագրեր են, իբրև թե այդ տեղանունները, որտեղ այդ կառուցումները արդեն սկսվել են, ինքը տալիս է ադրբեջաներեն անուններ, ինքը նույնիսկ հայերեն տեղանունները չի ասում եւ անընդհատ ասում է, որ սա սահմանազատում էր, սա այստեղ հայեր չեն ապրել, այստեղ այսինչ թվականից այնինչ թվական հայեր չեն եղել, բա ովքեր են եղել, այսօր էլ չէ, ինչ որ տենց շեշտել է, որ 1045 թվականից մինչև 1918 թվական Հայաստանը անկախ պետություն չի եղել, չգիտեմ, այսինչ բաներ խոսալով ման է գալիս, ոչ թե որովհետեւ
ինչ որ դիսկուրս կա, որ մենք պետք է ինչ որ հայոց պատմությունը դնենք, վերաքննենք եւ այլն, այլ կոնկրետ թուրքական պատվեր կա հայաթափելու ամբողջ այս տարածքները եւ կա իսրայելյան համագործակցություն Ադրբեջանի հետ։ Այս ձևով մոտեցումը քո հակառակորդի տարածքներին տիրանալու Ադրբեջանին խորհուրդ է տալիս Իսրայելը, սա հատուկ եմ շեշտում, որովհետեւ ես դեռ պատասխան չեմ ստացել ուժեղ Հայաստանից, թե որտեղից ձեր շարքերում հայտնվեց իսրայելցի գեներալը, ով էր բերել, ինչու համար, որովհետև այն արդարացումը, որ ինքը հոբ համակարգերի լավագույն մասնագետն է, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև Իսրայելի հոբ համակարգերը լավագույնը չեն, լավագույնը ռուսական հոբ համակարգերն են, ես մեղմ ասած շատ խիստ կասկածներ ունեմ, որ սույն իսրայելցի գեներալը առհասարակ տեղյակ է եւ իրեն թույլ են տվել տեղյակ լինել ռուսական հոբ համակարգերից եւ մանավանդ այն պայմաններում, երբ որ Իրանը պատրաստվում է հաջորդ պատերազմի ալիքին եւ մենք տեսնում ենք ինչ հսկայական արդյունքներ են կռվի դաշտում բերում Իրան, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն համագործակցությունը, որը նաեւ դրսեւորվում է Հեզբոլայի գործողություններում Իսրայելի ապօրինի օկուպացիոն զորքերի դեմ, նրանց օկուպացիոն արշավանքների ժամանակ եւ ստիպում է հակառակը ստիպում է որպեսզի Իսրայելը վերանայի իր հոբ համակարգերի ճիշտ լինելը, անսխալական լինելը եւ վերանայի դրոնային կռվի պատերազմի դեմ իր մեթոդաբանությունը եւ ներդրումներ սկսի կատարել այն ուղղությամբ, որպեսզի ստեղծի այն որակի դրոններ, որը ունի Հեզբոլլան եւ այլն եւ այլն եւ այլն։ Այնպես որ այստեղ անպայման պետք է անդրադառնամ դրան, որովհետեւ դա ամենամեծ բացասական կետերից մեկն է ուժեղ Հայաստանի անդամներ, ղեկավարներ եւ այլն, որոնք գեոքաղաքական կարևորագույն ազդեցություն ունեն եւ կանխորոշիչ կարող են լինել, թե ինչպիսի հարաբերություններ կուզենան ձեզ հետ ունենալ մեր շատ մոտ հարևան երկրները։ Սա մեկ կողմ դնենք։ Հիմա ես ուզում եմ հայրենակիցներ ջան, ես ձեր ցավը տանեմ։ Այս մեթոդաբանությունը չի նշանակում, որ այ կգան ադրբեջանցիներ կապրեն, դուք էլ տունը կողքը ինչ որ տուն կկառուցեք, ինչ որ դուք էլ այդպես լավ կապրեք, որ իբրև թե ինչ որ տենց առևտուր կանեք, այդ Տրամպի միջանցքով առևտուրը կգա, հաշտ համերաշխի իբրև թե կապրեք, ու ամենավին պատահական չէ այսօրվա իր քարոզարշավի ժամանակ թափառական թրքի նշանակյալ դավաճան անասունը բերել էր այսպես 3 մանետնոց ինչ որ կնանիքի, ովքեր ասում էին կարոտով են հիշում, ինչպես էին թուրքերի հետ իբրև թե ապրում։ Ես ուզում եմ այդ կարոտածը, չգիտեմ, փորձի ինչ որ Արցախահայերին պատմի, որոնք իրենց կոկոլիկի պատճառով ստիպված եղան իրենց տները թողնել 5000 տարի, այնտեղ ոչ հայից բացի ուրիշ ոչ ոք չէր ապրել։ Այս մեթոդաբանությունը ուղղակի ոչ թե ենթադրում է, որ կգան կապրեն դուք էլ կողքները կապրեք, այլ այդ բնակավայրերին զուգահեռ արդեն իսկ գոյություն ունեն ադրբեջանական զորակետեր։ Նաև պատահական մարդիկ չեն բերվում եւ բնակեցվում այդպիսի տարածքներում։ Նույն Իսրայելում շատ մեծ տարբերություն կա այն իրավունքների միջև, որոնք ունեն մեծ քաղաքներում, կենտրոնական քաղաքներում ապրողները եւ այդ սահմանամերձ հատվածներում վերաբնակեցվածները, ովքեր պետք է ամեն օր այսպես զենքերով գնան եւ ասպատակության ենթարկեն բնիկ պաղեստինցիներին իրենց տներից հանեն եւ մտնեն իրենց տներում սկսեն ապրել, իրենց հողամասերը իրենք վերցնեն, իրենց անասունների գլխաքանակը իրենք վերցնեն, տիրանան այդ ամեն պատրաստին, որը ամենևին իրենցը երբեք չի եղել։ Դա է, որ անընդհատ միջազգային հանրությունը անվանում է ապարտեիդի ռեժիմ։ Դա է հիմնական պատճառը, որ այսօր ամբողջ աշխարհում ամենացածր ռեյտինգ ունեցող պետությունը Իսրայելն է, ամենաբարձր ատելության ցենզ ունեցող միջազգային բոլոր հաշվարկներով Իսրայելն է եւ ամենամեծ ընդվզումը հենց այդ երկիրն է առաջացնում, որովհետեւ նրանք շարունակում են իրենց նկրտումները տարածաշրջանում ներառյալ Հայաստանի տարածքի հանդեպ։ Այդ առումով տարբերություն Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել չկա որևէ տարբերություն, հասկանում եք, այդ հողը առանց հայ ձեռնտու է այս բոլորին։
այդ ապարտեիդի ռեժիմով մոտենալու են, ունենալու են իրենց զինվորական պահակակետերը, բերելու են ռադիկալիզացված կերպարների բնակվելու այդ հատվածներում, պատահական չէ, որ անընդհատ լսում ենք սահմանամերձ գոտիներից, պետք է հեռացվեն դպրոցներ, փակվում են դպրոցները, միևնույն ժամանակ մենք գիտենք, որ այդ չհրապարակված համաձայնագրում Ալիևի հետ, նա ոչ միայն անկախության հռչակագիրն է փոխում, այսօր անկախության հռչակագրի հասցեին էլ է բարբաջել, այլ նաև ենթադրում է, որ պետք է ադրբեջաներենը և հայերենը պաշտոնական լեզուներ լինեն, որ պետք է մզկիթներ բացվեն, այսինքն և ադրբեջաներենը պետք է ուսուցանվի, այսինքն այդ շրջաններում բերելու են ադրբեջանցիներին բնակեցնել, իրանք գնան ադրբեջանական դպրոցներ, անուն դնեն, որ այս հողերը եղել են հինավուրց Ադրբեջանի կամ արևմտյան Ադրբեջանի տարածքներ։ Ձեզ նույն պայմաններում, նույնիսկ եթե դուք ուզենաք ձեր դռները լայն բացել իբրև թե ձեր ադրբեջանցի նոր եկող հարևանների և չգիտեմ ինչերի համար, եթե դուք ինքներդ ձեր մեջ արդարացնում եք, որ իսկապես դուք այտենց թուրքերի հետ ապրել եք ու շատ լավ է ստացվել, ու չար նախկիններն են մեղավոր, որ տենց ձեզ կտրեցին այդ հրաշալի բարիդրացիական հարաբերություններից և այլն, դուք այդ ամենից չեք օգտվելու, դուք տեսեք ինչպես են ապրում պաղեստինցիները և ինչպես են ապրում այդ սիոնիստ վերաբնակյալները այդ տարածքներում։ Տրամաբանությունը նա է, որ այդ նորակառույց հատվածներում իրենք ունենալու են հրաշալի պայմաններ, իրենք ունենալու են ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրականություն, գործարաններ, գյուղատնտեսական ուրեմն կարևորության հողատարածքներ են մշակելու և նաև զուգակցված լինելով անպայման զինվորական դիրքերով ադրբեջանական, անպայման միմիայն իրենց իրավունքները պաշտպանող ոստիկանությամբ և զինվորական ուժերով հատուկ նշանակության, այդպես են անում Իսրայելում պաղեստինցիների հանդեպ, Պաղեստինի տարածքում, Պաղեստինը, Արևմտյան Ափ ու Գազան ժամանակին իրարից զատ չեն եղել, իրենք եղել են մեկ տարածք, այդպես իրենց անջատելու են, այսինքն այդ զինվորականների ուղեկցությամբ ապրելով իրենց այդպիսի շրջաններում գնալով դուրս են հանելու ձեզ սովետական միության ժամանակ Ալիև հայրը հայաթափել է այդպիսի մեթոդաբանությամբ Նախիջևանը և ամեն ջանք արել է որպեսզի Արցախում հայախոսները պակասեն, հայկական դպրոցները պակասեն, եթե կարելի է անգամ արգելվեն, դուք նույն իրավունքները չեք ունենալու, ձեզ նախ հայկական բնակավայրերն են մեկը մյուսից անջատելու, հետո անջատելու են ջրամատակարարում, գազամատակարարումը, էլեկտրական հոսանքի մատակարարումը, բնակավայրերը իրարից անջատ պահելով, այնպես են անելու, որ դուք այդ ռեսուրսները ունենալու համար կախվածության մեջ ընկնեք հենց Ադրբեջանից։ Ու եթե ինքը գտնի, որ դուք ձեզ վատ եք պահում, իսկ ինքը միշտ է գտնելու, որ դուք ձեզ վատ եք պահում, ինչպես որ միշտ է Իսրայելը գտնում, որ պաղեստինցիներն են իրենց վատ պահում, իրենք ձեզ զրկելու են այդ ջրից, այդ հոսանքից, այդ գազից, իրենք ձեզ զրկելու են ձեր հողատարածքները մշակելու հնարավորությունից, անընդհատ ձեզ պահելով սնայպերական թիրախում, անընդհատ գալով և բռնությունների ենթարկելով այն ընտանիքներին, ովքեր համառորեն չեն ուզում հեռանալ իրենց հողից, իրենց տնից, գալու են պատճառներ ստեղծեն, դուք չեք ունենալու զենք կրելու իրավունք, իրենք ունենալու են զենք կրելու իրավունք, ոչ միայն զինվորականները, այլև այդ վերաբնակյալները, դուք չեք ունենալու որևէ իրավունք իրենց հակաճառելու խոսքային, ամեն ինչ որ դուք կասեք, տեղում կօգտագործվի ձեր դեմ ու ձեր ամբողջ ընտանիքին կհավաքեն կտանեն, տարբեր բանտերում կպահեն, մինչև որ դուք այնտեղ կամ մեռնեք, կամ որպես մարդ ոչնչանաք և ձեր տան մեջ կգան ապրելու նոր հոսքով եկած ինչ-որ թուրքեր, ովքեր կասեն, որ իրենք ինչ-որ հինավուց ադրբեջանական իբրև թե արմատներ ունեն, դա ապարտեիդի ռեժիմն է, դա իսրայելյան գաղութատիրական, սիոնիստական, գաղութատիրական արշավանքի մեթոդ է, այդ մեթոդով ուղղորդվում է դիկտատորական Ալիևի ռեժիմը, ում թիվ 1 խորհրդատուներն են Նետանյահուն և Էրդողանը, այնպես որ ես ուզում եմ դուք շատ խորքային ձևով այս մասին մտածեք և ուժեղ Հայաստան, քանի որ դուք եք առաջատար ընդդիմադիր ուժը, այսպիսի զապրոսներ են գալիս, հատկապես այն խմբերից, որտեղ իմ նյութերով հետաքրքրվում են, այն նյութերը, որ ես տեղադրում եմ, մարդիկ կարդում են, նաև հետևում են
ձեր հայտարարություններին մարդիկ ասում են, որ այո, դուք ընդունել եք, որ 20 օրվա մեջ սա ինչ ասես կարող է անել, այդ իսկ պատճառով բոլորդ գնացեք ընտրատեղամասեր, մարդիկ ուզում են հասկանալ, ինչու սպասել այդ օրվան, ինչ ենք մենք սպասում, այդ 20 օրվա մեջ ինքը ինչ ասես կարող է անել, ինքը սա էլ է շատ տարածվում, որ մայիսի 28-ին զինտեխնիկա է հանելու եւ ապա զինտեխնիկան հետ պահեստներ չի ուղարկելու, որ արտակարգ դրություն կարող է հայտարարել, որ կարող է հայտարարել, որ չեղարկում ընտրությունները եւ այլն, այս բոլոր հիպոթեզները, պարոն Կարապետյան, առաջացել են մարդկանց մոտ, որովհետեւ 5 տարի տիտղոսային ընդդիմությունը իրենց բոլորին խաբել է, մեզ բոլորին խաբել է, ակնհայտ։ Մենք այս կետին չպետք է հասնեինք երբևէ։ Բոլոր առիթները եղել են այս կետին չհասնելու եւ այդ մյուս ուժերից մարդիկ ակնկալիք չունեն։ Ձեր խոսույթում տրիգերային են հանդիսանում այն հայտարարությունները, այդ հանգիստ մենք կհաղթենք, մի կասկածեք հաղթանակի վրա եւ այլն, տրիգերային են այն առումով, որ նախորդ տիտղոսային ընդդիմությունը եւս այտենց հանգիստ նստած ինչ խոստումներ էր տալիս, մարդիկ հավատացել են, չեն կարողացել հավատալ, որ իրենց դանակից ինչ որ մեկը ընդդիմությունից մեջքից կխփի։ Ես կոնկրետ այդպիսի մեկն եմ, ում մեջքից սաստիկ խփել են, ու մեկ անգամ չէ, եւ այդքանով հանդերձ ես ցանկանում եմ սատարած լինել, ես ցանկանում եմ օգնած լինել, ամեն կերպ իմ այսպես հնարավորությունները տրամադրել եւ այնպես անել, որ իսկապես հայ ազգային օրակարգ ունեցող ընդդիմադիր ուժը գա իշխանության, շատ մեծ այսպես ակնկալիքներ ունենք ձեզանից, ոչ թե կասկածելով ձեր անձի կամ ձեր անկեղծության վրա, երբ որ դուք ասում եք, որ դուք ամեն ինչ անելու եք, որ հաղթեք եւ այլն, բայց մարդիկ հասկանում են այս սրա ուղակի սատանիզմի մասշտաբի հասնող քայլերի խորքային էությունը եւ դրանք պատահականություններ չեն, դա շատ հաշվարկված, սառը ծրագրավորված քայլեր են։ Ես դրանց մասին 8 տարի եմ մանրամասնորեն խոսել եմ, զարմացել ապշել լաց եմ եղել, երբ որ տեսել եմ մարդիկ որքան անհաղորդ են նման ծրագրերի գոյություն ունենալուն, ինչքանով են իրենք, կարող եմ ասել, նաիվ, իրենք միամիտ մտածելակերպը, քանի որ իրենք մենք որպես հայ ժողովուրդ ուրիշինը չենք զավթում, ուրիշինը չենք վերցնում, չենք բռնագրավում, մեզ համար անհասկանալի, ինչու պետք է այն, որ իմն է, գա ինչ որ ուրիշ մեկը վերցնի։ Այ դա հայեր ջան հանգիստ կգան ու կվերցնեն, ինչպես որ Արևմտյան Հայաստանի հայերից են վերցրել, ինչպես որ Արցախահայից են վերցրու, այսպես լկտի ձևով մատները տնկում են հենց նույն Արցախահայի վրա, իրեն են մեղադրում, ուրեմն այդ նույն ձև Հայաստանի բնակչի դեմ են իրենք անելու եւ այդ դպրոցները, որ փակում են, դրան զուգահեռ տները, որ կառուցում են, դրան զուգահեռ, որ իրենց ռազմական կետերը առաջ են բերում, դա ձեր հետ խաղաղ հաշտ ապրելու համար չի եւ նրանք իրավունք չունեն գտնվելու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, ոչ մի փաստաթուղթ ստորագրված չի, ոչ մի փաստաթուղթ վավերացված չի, ոչ մի օրինական հիմք չկա, նրանք դե ֆակտո բռնագրավում են եւ բանավոր պայմանավորվածություններում, ես կասկած չունեմ, այս անասունի հետ իրենք դեռ ավելին են պայմանավորվել, որ վերցնելու են։ Սրանք դեռ բողբոջներն են, իրենց աչքը ողջ Հայաստանի վրա է։ Միայն սահմանամերձի մասին չէ, այսօր մեկը դրել էր Արմավիրից դպրոց, դպրոցի նկար 2012-ին կառուցված, լրիվ նոր, ամեն ինչ տեղը տեղին, որ իբրև թե այդ դպրոցն են փակում։ Ասելով դե այնտեղ գյուղերում մարդ չկա, ես իմ ինչ չկա։ Թուրքը ուզում է Նիկոլը ընտրվի, որ այդ հայերը, որ հասկանում են, որ կոտորած է գալիս, թողնեն գնան, ովքեր որ կարող են, ովքեր էլ որ չէ, այսինքն ապարտեիդի ռեժիմով մաշեցնելու են։ Իսկ եթե պատերազմ բռնկվի տարածաշրջանում, արագ տեմպերով են անելու, իսկ իրանք ուզում են սեպտեմբերին պատերազմ հրահրեն։ Եվ ընդհակառակը, եթե ազգային ուժեր լինեն իշխանության, նրանք չեն փորձվի անգամ գալ նոր պատերազմի, դա հնարավոր չի լինի, այդ պատերազմը, որ իրանք բերեցին 44 օրյան, այդ որովհետև կոկոլ էին բերել ու կոկոլի հետ պայմանավորվել էին, և հիմա էլ են պայմանավորվել, և մենք պետք է նրանցից փոխհատուցում պահանջենք, այս 8 տարիների բռնաճնշումների համար մենք պետք է Բաքվի բանտերից հետ բերենք Արցախահայ մեր ռազմաքաղաքական էլիտային, մնացած բոլոր
գերիներին, մենք պետքա դուրս վռնդենք թշնամու դիրքերը մեր տարածքներից։ Ես շատ եմ խնդրում այս նյութերին մատների արանքով մի նայեք եւ մի դիտարկեք այս ընտրությունները զուտ որպես ինչ որ ներքաղաքական ես ինձ դուք ես մենք այսպես այս անգամ արեցի չստացվեց հաջորդ անգամ կփորձենք ոչ սա գոյատևման խնդիր է սա կյանքի եւ մահու կռիվ է Հայաստան լինել չլինելու մասին է եւ որ դու ընտրություն դիլեման ես դնում դու իջեցնում ես այդ հարցի կարեւորությունը Դու սարքում ես դա ինչ-որ սենց կենցաղային ամենօրյա ինչ-որ նորմալ քաղաքական պայմաններում իր հունով գնացող պրոցես, ինչա այդպիսին չի։ Եվ մարդկանց մոտ հսկայական հարցեր են, եւ ես էլ մարդկանց խրախուսում եմ, գնացեք իրենց քարոզարշավներ, իրենց շտաբներ, հարցերը տվեք եւ դա արեք տեսախցիկների առջեւ, կամերաները միացրեք, տեսեք ինչ պատասխաններ եք ստանում։ Իրենք գալիս են մեզ բնաջնջելու, այդ ծրագիրը, որ կառուցում են տներ եւ հայերն են վճարում այդ տների գները, ինչով է տարբերվում, ինչի թուրքը որտեղ է ապրում այսօր, թուրք նախագահի կեցավայրը որտեղ է, Կոստանդինոպոլսում, որ մարդ է հրավիրում, ընդունում եւ այլն, հայի առանձնատունը, այդպես հույնի առանձնատներ էլ կան, պես իրենց կառավարական շենքերն են եւ իրենց կառավարության անդամների բնակավայրեր, կեցավայրերն են։ Այսինքն ինչի չպետք է, ինչի վրա եք զարմանում, ինչի եք զարմանում, որ ոչ թե 300,000 ադրբեջանցու մասին է խոսում, այլ 600,000 ադրբեջանցու։ Եվ ես կարծում եմ, որ Էթենի աղբյուրը ավելի շատ իրանական է եղել, իսկ իրանցիները կատակներ չեն անում սենց հարցերում։ Ես տեսնում եմ ընդդիմադիր ուժերի մոտ լրջության պակաս այս կատարվածի հանդեպ բավականին իներտ Հայաստան դաշինքը 5 տարի իներտությամբ զբաղված այդ ամեն ինչը ընդունողները ապրեք այդ մտքի հետ, ուրախացեք, որովհետև Արցախը հանձնվել է այդ իներտության պատճառով եւ հիմա էլ շարունակեք ցուցաբերել իներտություն, ինչ ասեմ, վայելեք ձեր նոր գալիք ադրբեջանցի հարևաններին, այսպես ասեմ, որովհետև եթե փողոցային պայքարի պատրաստ չեք, եթե պատրաստ չեք սա որպես կյանքի եւ մահու կռիվ ընդունելու եւ ըստ այդմ պատրաստվելու, դուք ընդհանրեն ընտրությունների եք պատրաստվում, դուք պատրաստ չեք փողոցային պայքար, impeachment, այս անասունին հանեք, բանտ գցեք, այս անեք, այն անեք, ոչ մեկը էլ մարդկանց մոտ չեք կարողանում վստահություն առաջացնել։ Դու այստեղ շատ մեծ քանակի բացեր կան։ Ես չեմ վերագրում այդ բացերը ուժեղ Հայաստանին կամ Սամվել Կարապետյանին, որովհետև Սամվել Կարապետյանը 5 տարիներ սատարել է ընդդիմադիր պայքարը, ճիշտ է արել։ Բայց դուք հիմա երբ որ առաջատարն եք, ես ձեզ խնդրում եմ, վերցրեք այդ առաջատարի դրոշը որպես կյանքի եւ մահու պայքարի առաջնորդ։ Սա ինչ որ տենց աբիդիննի տենց բան չի, էլի, որ գնում ընտրություն է, դե հիմա ոնց կարա ինքը չտա, եթե ես թվերը շահեմ տենց, ոնց որ Մոլդովայում չեն տալիս, ոնց որ Ռումինիայում չեն տալիս, տենց Հայաստանում չեն տա։ Մոլդովական սցենարի մասին ինքներդ խոսեք։ Ես հույս ունեմ, որ ինչ որ մեկ այլ այսպես պատրաստվածություն եւ այլն կա, որովհետեւ մյուսները այդ հույսն էլ են տալիս, այդ հույսն են մարդկանցից վերցրել, տեղել են գցել մեզ։ Առնվազն 5 անգամ գցել են, ամեն տարի շանսը եղել անասունին հանելու, իրանք ամեն անգամ այդ շանսը մսխել են դիտավորությամբ, ակնհայտ դիտավորությամբ, հիմա տենց как ни в чем не бывало, տենց ֆրֆռում քարոզչություն բան են անում։ Իսկ իրանց ռեյտինգը իրանց մասին խոսում է։ Այնպես որ սա կատակ բան չի, այն ինչ որ ասվում է, հաղորդվում է մեզ, որ մեր գլխին գալիս է, դա կոտորած է, դա պատերազմ է, դա մեր բնաջնջումն է, դա քարոզարշավի կոնտեքստում չես կար ասես, այ հունիսի 8-ին կարտնանաք եւ արևը ավելի պայծառ կժպտա եւ չգիտեմ ինչ ավելի չգիտեմ ինչ կլինի այ այս երկեցողությունը մենք չենք կարողանում լսենք, մենք դրան անհաղորդ ենք, որովհետեւ իրական սպառնալիքներին դա չի արձագանքում, դա մենք չենք զգում էլի, որ պրյամ տենց այս իրավիճակը փոխելու է։ Ու գեոքաղաքական իրողությունից դուք չեք կարող կտրվել ու անջատվել ու ներկայացնել ներքաղաքական ինչ որ տենց պարզ իրավիճակ, որտեղ ինքը ասում է, իսկ դուք այսպես եք ասում, իսկ նա այսպես ասում, ինքը չպետք է ասի, ինքը պետք է վախից նոյեմբերի 9-ի պես մի հատ բունկեր պետք է մտնի ու դուրս չգա։ Նույնիսկ մայիսի 28-ին ինքը ոչ մեկին, ոչ մեկտեղ, ոչ մի փողոց, ոչ մեկտեղ չի հանելու։
Ուժեղ Հայաստանի աջակիցները ասում են, դե մինչև ընտրություններ չենք ուզում այնպես to compromise him, այնպես թիրախավորելի դարձնենք մեր գործունեությունը, որ մեզ այդ ժամանակվանից բռնեն, տանեն, չգիտեմ ինչ էս կոմ, ընտրություններից հետո ավելի տենց բան ռեպրեսիաներ անելու։ So ես հələ դեռ չեմ հասկանում, մենք ինչին ենք սպասում։ Ինչ չենք մենք հանրահավաքը հավաքում, իսկ ովքեր որ քարոզում ըստեղ հատուկ նշեմ, որ այդ կայանալիք պայքարին ֆանարիկները մասնակցեն, причем լինեն առաջատար դիրքերում, դուք Նիկոլի վաստակներ եք։ Այդ լրագրողական համայնքից այտենց մարդիկ կան, ճակերտավոր մտավորական համայնքից կան։ Դուք գիտեք, չէ՞, ինչ եք անում, երեխեք։ Այն ինչ որ 5 տարի եք արել, չէ՞, երեխեք։ Ֆանարիկները գործ չունեն այլևս։ Որևէ պայքարի առաջնագծում էլ չէ, երկրորդ գծում էլ չէ, երրորդ գծում էլ չէ, իրանք պետք է լինեն այն վերջում, որովհետև ես այտենց է չեմ տեսել վճռական պահին, իրանք ներկա լինեն, ինչ որ բան անելու պատրաստ լինեն, այս անգամ այտենց հրաշք չեմ սպասում, էլի։ Հրաշքը միայն հնարավոր է այն մարդկանցից, ովքեր դեռևս առաջնորդելու շանս չեն ունեցել, եւ ես այդ գծիկումը, որ հստակ տարբերանիշ եմ դնում ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի միջև եւ շատ եմ խնդրում, որպեսզի ուժեղ Հայաստանը անընդհատ շեշտի, որ դրանց հետ ու այն նրա հետ անելու ոչինչ, կիսելու ոչինչ, գործ տալու ոչինչ դուք չունեք։ Այլապես մենք կորած ենք։ Այլապես մենք հարգելի տենց այդ որ տենց բոլորին հաշտեցնում եք, տենց բան լրագրողները, թայֆաբազներ մի խոսքով, Հայաստանը որ փլվեց, ձեր թայֆի գլխին էլ է փլվելու։ Գոնե այս օրերին ձեններդ կտրեք, ոնց էր վերջին 4 տարիներին սիրուն ձեններդ կտրած վերընկած էիք։ Հարմարավետ բաներ էիք ասում ձեզ վճարողների, քիմքին հարիր։ Այտենց հիմա հասկանում եմ, որ критические дни у вас ընտրություններից առաջ որոշել եք այտենց էլի մի ամիս առաջվանից հելնեք ինտերվյուներ տա գրեք ինչ որ sense բան видели мы вас ամբողջ ամիսներ ձեներդ կտրած ծուտուն չեր գալիս հիմա sense ակտիվացել եք պետք չեն ձեր այսպես ասած խորհուրդները որովհետև մեզ կգրավեն ու երկրի գլխին են բանից կբերեն Այսքանը ես վաղը հարցազրույց եմ տալու գեոքաղաքական թեմատիկայով եւ ներքաղաքական Ժաննա Ծառուկյանի մոտ Երևանի ժամանակով ժամը 2-ին իսկ ուրբաթ երեկոյան Երևանի ժամանակով ժամը 9-ին երկար մանրամասն լայվ, որտեղ ես բարձրախոսեր միացնում եմ Երևանյան զրույցներ, մարդիկ կարող են իրենց կարծիքները արտահայտել, այնքան որքան իրենց սիրտն է փափագում, դրանք երկար են, դրանք 5-ից 6 ժամ են տևում, ինչպես որ իմ տունը եթե հյուր գա, ես չեմ ասի, մի հատ 15 րոպեի վա մեջ կես ժամվա, մի հատ շշուտ կեր, մի հատ մուզիկայի տակ, մի հատ շշուտ տաշի կտարա, մի հատ շշուտ դուսարից տեղից գնա։ Իմ տունը հյուր են գալիս ուրբաթ երեկո, ով ցանկանում է հյուր գալ, ահլա ու սահլա, համեցեք, շատ մեծ սիրով կընդունեմ եւ չեմ քշի, կմնաք այնքան, ինչեւ որ ուզենաք այսպես ձեր քունը տանի, գնաք քնեք, հանգստանաք եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ խոսենք մեր դարդերի ցուցաբերից։ Այսքանը շնորհակալ եմ, հաջողություն կհանդիպենք վաղ եւ մյուս օրը։